Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին ինչպես եղեք։ Լավ բան չեմ տեսել։ Ինչից եք դժգոհ։ Ամեն ինչից։ Անվտանգային հարցեր չկա, ժողովրդին հարգանք չկա, մեր սահմանը լրիվ տվեց, Արցախը տվեց, 5000 զոտ տվեց, այդ բոլոր դրան նայր։ Շատ վատ աշխատում։ Ժողովրդի մասին չի տալիս, սահմանների մասին չի տալիս ուշադրություն։ Միշտ հողա տալիս, չի վերցնում, տալիս է։ Ընդհանրապես չեմ սիրում այս կառավարությունը։ Ինչ որ ասել էին իրանց ասած, ինչ որ խոստումներ կար, հիմա ոչ մի խոստում չեն իրականացրել։ Բացի ասֆալտապատումից ու մի որոշ հնարավորությունից։ Լավ բան չենք տեսել։ Հետո իներցիայով ասում տեսել են կեսա է նանդիկոլես արած, ես մեկ ես արած, հները քանդին մի դու քանդած սարք է։ Ասեք թող են քանդած մնա։ Փաշինյանը թույլ ղեկավարը։ Ասում է ու հետո հաջորդն ուրիշ բան ասում։ Այն մյուսն ուրիշ ասում։ Մեկն էսա կսա, ինքն կսա դենցա, հաջորդը կսա էստեվիա։ Այդ պետության ղեկավարի թույլությունն է։ Ախպեր ես բան էլ չկարավ ասեմ, ինչ եմ, եսի կառավարում որ հեսա 10 ամիս առաջ մի հատ սուտի վտարեղավ խփինք ավտոն չարտինք ոչ տերկա ոչ տիրական 10 ամիս էլ ոչ մարտազով է ոչ ման ասենք ինչ եմ արեմ պայե միջև մի փտավ արդեն անձրևի ջրիտակ փտավ էդի կար կանոն օրենք կա ուրեմն պետք է մի քանորում ավտոն անեինք ավտոն արդեն 10-րդ 11-րդ ամիսն է կալի որ կայնացա մի այս 11 ամիսա շիվար նստած եմ գոնե մեքենայով զբաղվում եմ ես Մի ոտ ու ծերս կապած նստած եմ դու։ Ոտ զոտ չեղե, պանջյա մնաց է, ոչ մեկից պատասխան չունեմ։ Զանգելով էլ արդեն զրզվածել եմ, որ զանգեմ, քնիչ եղավ, քնիչն էլ տեղա չի, գնացել է վերաքնիչ։ 10 ամիս անցել է, նոր քնիչը զանգել է, արի նորից բացատրություն տուր, նորից կետանք վտարայի տեղը չապենք։ 11 ամիս, 10 ամիս անցել 10 ամիս, դրանից հետո ինչ վտարի տեղ չապենք։ Բաներ կա, որ ենքան են երկրացնում զզում ես, արդեն չես ուզում, որ դրան հետևես, ես արդեն ենքան եմ նադայել եղը, որ չեմ էլ հետևում, իրանց մուր, իրանց կլուխ, ինչ ուլում է թոլնի։ Մեր կյանքն դժվարացնում են, 90 տարեկան կնոջում պիտի թոշակն ինքն սալկեցինք հարթով, պիտի գնանք, ոնց է ինքն գնում դապուստիմ ստանում, ոչ մի օգնող չունի, ոչ մի բան չունի, ոնց անում, անենց անեմ, որ մեր կյանքը մի քիչ էշտանա։ Թոշակը ավելացրել շատ լավ էր։ Իհարկե դա այսօր չպետք է վերցուցել։ Եթե պետք է վերցուցել շատ շուտ, որ այդ ժողովուրդն իմին որ ինքն է վերցուցել։ Բայց եղասը ընտրության վաղտ ամեկունած մի բանակին են, էդի չի կարելի։ Այդ թոշակը որ ավելացրել 10,000 դրամ, քն 2 կիլո միսար, չես արնի։ Այդ ինչ է, թոշակը պարծած է ինչ արը։ Ու եսա 2 ամիս սպանեցին այդ թոշակով, պարծացինք, քուտունը հույր եկե, մի շիշ ուղի պետի հուրասիր ես, եկնա խանութից լետենեմ 10,000 դրամ մի քեզ արախի տան, կամ խմիչքի տան, մեր հայկական պանել այնպեսին է, որ ինչ չլնի, բայց գոնե մի բաժակ արաղով պտի հուրասիր ես։ Abrank չտանգը ծուծած, abrank երած ուրանց խորքին է տրածվորին, կարակնել, յուղնել, բոլորը որ վերցած այսօրվա թրությամբ սննդամթերքը, ինչ ամենակարևոր մարդուն հաց, աղ և յուղն է, չէ, եթե էդիկ թանգն մարդու ապրել են դժվարանա, լավ, այդ թոշակարուն, այդ խեղճ թոշակարույն տվին 10,000 դրամ 20 քրտին վրավից, չէ, 20 քրտին, 10 տվին 20 քրտին, լավ, բայց այն մարդնոր չաշխատի, բեն մարդնոր վավշե չունի։ Թանգացել, ամեն ինչը թանգացել, կյանքի որակը շատ է թանգած։ Այսինքն Հայաստանում 90 թվից միջև մի, կյանքի անցա թանգանում է, որտեղ մարդիկ աշխատատեղ չունեն, բան չունեն, Ալլահ ջայլներ, բոլորն Ռուսաստանի ուսին։ Դա ուրիշ բան։ Ռուսաստանն է թում ազիջան։ Ռուսաստան։ Էտա։ Էդ էլ որ չետան վաբշա աբելացել չկա։ Էլի լավից վատից ընդեղից մի բան փախցնում բերում աբում են մարդիկ։ Առաջ էր որ մարդունին կարտոշկեն ասնում են իջե Վլադիվոստոկ, Կաղամբը։ Մի ոչ մի տեղստեր աճեցնում, անում ծմերվա վերջին կարնանկով անում թափում են այդ տրասի մոտերը տեղեր
վերջացավ գնաց, չարչարանգը գնաց գորա։ Ինչից գոլնենք, ոյ բան չկա։ Եթե մարդուն աշխատանքի տեղ չկա, ոտով ձերով մարդ նստած տուն չի աշխատում, այդ մարդումն է պետք, ինչի է պետք։ Մարդը պետք է աշխատի, չէ որ համարող ջելնի, համավրի։ Բայց ասում են, որ մարդկանց կյանքի որակը 50%-ով լավացել է։ Ես չգիտեմ, ցավտալեմ իմ տոկոսները ցածր են, ուրիշ ինչ գիտեմ։ Սահմանային անվտանգության մասին ինչ կացել։ Ինչքանով այսօր Հայաստանը ապահովագրված նոր հարձակումներից։ Այսօր ոչ մեկն էլ ապահովագրված չի, ամբողջ աշխարհն է խառը վիճակի։ Այսօր չես կարող ասես վաղը ինչ կարա լինի։ Կամրանը ստորագրված փաստաթուղթը Ադրբեջանի հետ կարող է երկարատև խաղաղության երաշխիք հանդիսանալ։ Չեմ կարծում։ Ինչ պետք է անենք մեր անվտանգությունը ուժեղացնելու համար։ Մենք առաջինը պետք է ուժեղանանք։ Մենք պետք է ուժեղանանք, մեր պետությունը ուժեղանա։ Զինտեխնիկա առնենք։ Իսկ Ադրբեջանի հետ բարեկամություն անելու մասին ինչ կասեք, այդ վերաբնակեցման մասին են շատ խոսում։ Չեմ կարծում, որ կլինի ճիշտ է դե։ Ոչ մեկ գարանտիա չունի այդ ազգի վրա։ Այդքան բան։ Դա պատմությունից է գալի, փորձն է ցույց տալի, որ այդ մարդիկ, դրանց վրա չեն կարող վստահություն ունենանք, որ բարեկամություն կլինի կամ իրար հետ ապրել սիմվոլ է։ Ես անձամբ չեմ ընդունում, որ ասում են ինչ որ իրեք ազատ, թե ինչ կա, թուրք պետք է ադրբեջանցի։ Ասել չեմ ընդունում, որ ազգային վտանգությունը վտանգի տակ կլինի, ամեն ինչ վտանգական կլինի, ասում։ Դες չէ որ լավ բան ենք սպասում նրանից։ Այս 90 թվականից մինչև եմ ուրախ եմ, որ ազգը լրիվ զդվավ դարձավ այ։ Երգիրը ընդհանրապես շատ ցածր մակարդակի է։ Մենք պետք է այնքան փող ունենանք, որ զինվենք, որ կարանք ինչ-որ մի բան անենք։ Քան դեռ խաղաղության պայմանագիրը չկա, ոչ մի անվտանգություն չի կարող լինել։ Ագրեսիվ ժողովուրդը միշտ կռվի պատրաստ է։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ամեն ինչով, մեր պաշտպանությունը, մեր ամեն ինչը պետք է պատրաստ լինի։ Խաղաղությունը այդպես չի լինի։ Այդպիսի խաղաղություն չի լինի։ Ամեն ինչ տալիս են շնամուծեր ասում են խաղաղություն։ Խաղաղություն չի լինելու, խաղաղություն ոչ մի անգամ էլ չի լինելու։ Բարեկամություն, դա ամեն ինչ խափում է։ Դիպ խափում ու խափնում ենք, վերջ։